Հարգելի հայրենակիցներ, Նիկոլական ինչ-որ զանգված հիմա էլ սոցցանցերում ակտիվորեն քննարկում է այն հարցը, թե ինչու Ռուսաստանում բնակվող հայերը չեն հարցնում Պուտինին, թե ինչ էին անում ռուս խաղաղապահները Արցախում 2023 թվականին։ Անկեղծ ասեմ, ես բացարձակ ռուսներին պաշտպանելու որևէ նպատակ եւ ցանկություն չունեմ, բայց խնդիրը հետեւյալն է. հարգելի կամ չհարգելի նիկոլականներ, երբ որ ձեր երկրի վարչապետը 2022 թվականի հոկտեմբերի 6-ին երկու տականք ֆրանսիացիների անմիջական եւ ակտիվ մասնակցությամբ Շարլ Միշելի եւ Մակրոնի Պրահայում ստորագրում է փաստաթուղթ եւ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս, դրանից հետո ռուսները այնքան անասուն էին, որ մնացին Արցախում։ Հաջորդ իսկ օրը ռուսները պետք է լքեին Արցախը եւ հայտարարեին, որ ձեր Հայաստանի վարչապետը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս եւ ռուս խաղաղապահները Արցախում էլ որևէ բան չունեին անելու, որովհետեւ ընդամենը ժամանակ էր անհրաժեշտ, որպեսզի Նիկոլ Անհողը իր արևմտյան ուրեմն հովանավորներով Արցախի հայաթափումը գցեր ռուսների գրբանը եւ ռուսներն էլ այդ խայծը կերան ու մնացին մինչեւ վերջ, որովհետեւ նաեւ կոռուպցիայով էին զբաղվում Արցախում, առուծախի մեջ էին թե հայերի, թե ադրբեջանցիների հետ։ Այն ինչ որ լինում է ռուսների հետ, դա նրանց քիչ է, ինչ որ անում է Նիկոլը իրանց գլխին, դա նրանց քիչ է, բայց արդարությունը մեկն է։ Չհարգված նիկոլականներ, դուք հələ գնացեք ձեր սիրելի վարչապետին հարցրեք, թե 2022 թվականի հոկտեմբերի 6-ին ինքնիշխան Հայաստանի վարչապետը Պուտինի կողմից Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելուց հետո ինչի երկու ֆրանսիացիներին թևանցուկ գնաց Պրահա եւ Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, որ այդ ռուս խաղաղապահներն էլ լրիվ զրկվեին որևէ ձևաչափով, որևէ իրավունքից Ադրբեջանի արդեն տարածքում որևէ գործողություն կազմակերպելու հայերին պաշտպանելու համար, որովհետև կրկնում եմ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին ձեր սիրելի Նիկոլ Անհողն է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։ Եվ վերջ, այդ դուք ես հարցերին պատասխանեք։